Բաքվի վերաքննիչում շարունակում են հայ գերիների բողոքների քննությունը։ Ադրբեջանական զնդաններում ապօրինաբար կալանված հայերը մեծ ակնկալիքներ չունեն Ալիևյան ենթակայության եւ ոչ մի դատական ատյանից։ Պարզապես սա միջազգային դատարաններ տանող միակ ճանապարհն է։ Նշեմ, որ այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճիռի այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Ընդ որում, թե ինչու են հայերը 15 տարուց մինչև ՑՄ ազատազրկման դատապարտվել, թե ինչու՞մ է Ալիևի դատարանն իրենց մեղավոր ճանաչել, Բաքվի վերաքննիչ հասած գերիները չգիտեն։ Առաջին ատյանի վճիռները չեն տեսել։ Վճռի արկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում անում են, բայց ըստ բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության համար Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը ձեռքում պինդ պահող Բաքուն բարի դրացիության խաղ է խաղում, խոսում Հայաստանի հետ սահմանին արդեն իսկ հաստատված փաստացի խաղաղության մասին։ Մինչդեռ հայ փորձագետների գնահատմամբ ստեղծված իրավիճակն աբսուրդային է։ 19 հայ-ադրբեջանական բանտում է, ուրեմն ճաղերի մյուս կողմում կալանված է նաև խաղաղությունը, նշում են մասնագետները։ Դե խաղաղության կոնցեպտի մեջ չի նաև, որ կան երկրներից մեկում պահվում են գերիներ, քաղաքացիականներ, բարձրաստիճան ղեկավարներ, հետևաբար այո, սա խոսում է նրա մասին, որ ինստիտուցիոնալ խաղաղություն չի հաստատել, որքան էլ դրա մասին երկուստեք խոսում են։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերը փորձում են այժմ ճշտել պաշտոնական Երևանի դիրքորոշումը, նրանց դեմ դրված Ադրբեջանի քրեական օրենսդրության մի շարք հոդվածների հետ կապված, որոնք մասնավորապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում են 2020-44-օրյա պատերազմը պլանավորելու եւ վարելու մեջ։ Սա էլ այն դեպքում, երբ տեղի ունեցածը աշխարհի բաց աչքին էր, միջազգային հանրությունը տեսել է Արցախի հայ ժողովրդի վրա հարձակվել է ադրբեջանական կողմը։ Նկատելի է, որ Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները այս մասով մատը մատին չեն տալիս եւ որ իրավական ոչ մի պրոցես որպես այդպեսին չեն գեներացնում, ունենալով լուրջ գործիքակազմ եւ մեխանիզմներ։ Բաքվում էլ ինչպես գերիներն են ընտանիքների հետ զրույցներում ձևակերպում, չեն զգում Հայաստանի շունչը, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից շարունակ պնդում են, թե գերիների ազատ արձակման հարցը հնարավոր ու անհնար բոլոր բանակցություններում առաջ են բերում։ Եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում է, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում։ Փորձագիտական համայնքում սակայն կարծում են, որ հայ գերիների ազատության հարցին Փաշինյանի կառավարությունը հրատապություն չի տալիս, որպեսզի չշիկանա Բաքվի հետ երկխոսությունը, որն այնպես չէ, թե արդեն բոլոր հարցերը պարզել են։ Չի կարող դա լինել խաղաղության խանգարող հանգամանք, ընդհակառակը դա խաղաղությանը օժանդակող, խաղաղությանը օգնող շատ կարևոր դրվագ կարող է լինել։ Այն, որ Բաքվում 19 հայերին դատապարտել են բացառապես այն պատճառով, որ հայ են, Հայաստանի կառավարության օգնող ձեռքը լինի թե ոչ, հայ գերիների պաշտպաններն ապացուցել են միջազգային դատարաններում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Գանգատը արդեն մարդու իրավունքների եվրոպական ատյանում է։ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր է ձուկ եւ ձկնամթերք արտահանել Եվրոպական միության երկրներ։ Նախկինում սա անհնար էր, հայտարարել է ձկնաբուծարաններից մեկն այցելած էկոնոմիկայի նախարարը։ Պապոյանը հայտնել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին տվել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները։ Մեր ձուկ արտադրողները կարող են դիմել պետական կառավարման մարմիններին, ստանալ այդ թույլտվությունները եւ արտահանել ձուկն ու ձկնամթերքը դեպի Եվրոպական միության երկրներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է աշխատատեղերի վերաբերյալ 2026-ի հունիսի տվյալները, դրանք համեմատելով 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։ Նախարարի փոխանցմամբ, եթե 2017 թվականի հունիսին գրանցված էր 527,770 աշխատատեղ, ապա 2026-ի հունիսին այդ թիվը հասել է 829,748։ Այսպիսով, ըստ Պապոյանի հրապարակած տվյալների աշխատատեղերի աճը կազմել է 301,978։
Երևանի կենթանաբանական այգուց հայտնել են, որ հուլիսի 6-ին ձերբակալված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատներից այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորտիլոս եւ 13 կարապ։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողություններից հետո կենթանաբանական այգուն ի պահ տրված կենդանիները իրավասուների տեղեկացմամբ գտնվում են պատշաճ հսկողության եւ խնամքի տակ եւ ապահովված են համապատասխան պայմաններով։ Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի ձերբակալման օրը նրա առանձնատնից նշված կենդանիներից բացի արգրավվել էր նաև 190 հատ խրտվիլակ, որոնք ճանաչվել էին իրեղեն ապացույցներ։ Ցանկանայի ներկայացնել Մալացիա Սեբաստիա վարչապետ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը սկսվեց Տիգրան Ավինյանի կողմից Մալաթիա, Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանների նորանշանակ ղեկավարների ներկայացմամբ։ Հետո արդեն քաղաքապետը սկսեց հետաքրքրվել Եղվարդի խճուղում իրականացվող աշխատանքների ընթացքով։ Կոմունալ տնտեսության իրավասուները քաղաքապետին ծանուցեցին Եղվարդի խճուղում զուգահեռաբար իրականացվող նախագծերի գազաֆիկացման աշխատանքների, ոռոգման գծի եւ կոյուղատար համակարգի անցկացման մասին։ Երեք ուղղությամբ էլ վարչահարություն իրականացվել, այս պայծությամբ արդեն աշխատանքները ակտիվ կերպով շարունակվում են, որպեսզի ասֆալտբետոնյա ծածկույթը վերականգնվի նախնական տեսքին։ Այս տեսակ աշխատանքները, բացի նրանից, որ պետք է իրականացվեն պատշաճ ժամանակին, նաև պետք է իրականացվեն բոլոր շինարարական կանոնների պահպանմամբ, այն կանոնների, որոնք որ սահմանել է Երևան քաղաքի ավականին։ Իբրև թեմայի շարունակություն անդրադառնալով Գարեգին Նժդե Պողոտայի մայթերի կողքին թափված ավազին, քաղաքապետը Շենգավիթի նորանշանակ ղեկավարին հրահանգեց համապատասխան գործողություններ ձեռնարկել դրա վերացման ուղղությամբ։ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցներն էլ հայտնել են, որ քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության ընթացքում ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերով կազմվել է ընդհանուր 85 արձանագրություն։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 26-ով։ Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է թվով 80 արձանագրություն, որից թվով 2-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով, թվով 54-ը կազմվել է աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 20-ը փոշեկալանիչ ցանցերի եւ 4-ը օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Այս տեմպը կարծում եմ պետք է պահպանվի, մինչև իսկ մենք չսկսենք տեսնել, որ փոշեկալանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, մինչև որ մենք չսկսենք տեսնել, որ արվող շինարարությունները քաղաքում լինի ենթակառուցվածքային թե շենքերի կառուցման, պահպանում են ավականու որոշման բոլոր կանոնները, այսինքն այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք նույն այս տեմպով, մինչև բոլորը հասկանան, որ նոր խաղի կանոնները բոլորը պետք է պահպանեն։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև մետրոպոլիտենում իրականացվող աշխատանքներին։ Քաղաքապետին զեկուցեցին, որ վերանորոգվել է մոտ 35,000 կիլոմետր վազքի համար նախատեսված 3 վագոնանոց 1 շարժակազմ, որն այսօրվանից սկսել է սպասարկել ուղևորներին։ Խոսրովի անտառ պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ եւ ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին Կովկասյան ընձառյուծին։ Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։ Այս հազվագյուտ կենդանատեսակի պահպանությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման համար։ Ջրային կոմիտեն մտադիր է նախաձեռնել անկախ տեխնիկական աուդիտ գնահատելու համար Veolia ջրի աշխատանքի որակը։ Քննությանն են առնվելու նաև մատակարարվող ջրի անվտանգությունն ու ջրամատակարարման շարունակականությունը։ Դրանից բացի ստուգվելու են չհաշվառվող ջրի ծավալները եւ պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Աուդիտի արդյունքները կարող են ոչ միայն ցույց տալ համակարգում առկա խնդիրները, այլև Veolia ջրի նկատմամբ նախատեսված պատասխանատվության եւ տույժերի կիրառման հիմք դառնալ։ Նշենք, որ վերջին օրերին Բյուրեղավանում տասնյակ մարդիկ են դիմել բուժհաստատություններ աղիքային վարակի ախտանշաններով։ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն էլ խմելու ջրի նմուշառում են կատարել քաղաքում, որոնց պատասխանները դեռ հայտնի չեն։
Եթե հույսը դնել միայն նույն կառույցի վրա, որը ինքը իրեն վերահսկում է, դա մի քիչ մեղմ ասած ճիշտ չի։ Փորձակնությունը իրականացնելիս ստուգվի, տեսնել արդյոք համապատասխանում է իրականությունը բողոքներ, թե ուղղակի մարդիկ անհանգում ինչ-ինչ պատճառներով խնդիրներն բողոքում են։ Արդյոք վիոլյան թերանում է, թե ուղղակի իրոք խնդիրներ կան, որ չլուծվող կամ շատ դժվար լուծվող, որոնք մեծ ծախսերի հետ են կապված։ 6.7 միլիոն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԽՄԷ-ն իմանալով ընկերության հավելվածի տեխնիկական թերության մասին 2024-ի մարտի 30-ից ապրիլի 8-ն ընկած հատվածում իր անվամբ բացված բանկային հաշվից ապօրինի մուտքագրել է գոյություն չունեցող գումարների փոխանցման տվյալներ, ինչի արդյունքում համակարգը սխալմամբ գեներացրել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 6.714.000 դրամ։ Այնուհետև նա այդ գումարը փոխանցել է այլ քարտերի ու հափշտակել։ 2026-ի հունվարից մեկնարկած առողջության համընդհանուր ապահովագրությունը փակեց առաջին կիսամյակը։ Թվերը ցույց են տալիս, համակարգը մտել է ակտիվ փուլ։ 1.6 միլիոն սպասվող շահառուի փոխարեն հունիսին ցուցանիշը հասավ 1.8 միլիոն։ Այդ աճի մեջ մեծ տեսակարար քշր են կազմում բարձր աշխատողներ եւ անհատ ձեռնարկատերերը, այսինքն այս աճը հիմնականում 200,000 եւ բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվականակի աճով է պայմանավորված եւ միայն տարեսկզբի, այսինքն հունվար ամսվա դրությամբ մեր այս շահառուների թվականակի աճը կազմել է ավելի քան 30%։ 6 ամսում պետությունը փոխհատուցել է 102.4 միլիարդ դրամի բուժօգնություն ու դեղորայք։ Հիմնական շեշտը դրվել է թանկարժեք վիրահատությունների վրա։ Զուգահեռ փոխվել է առաջնային օղակի տրամաբանությունը։ Պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկների վարձատրությունն ավելացել է գրեթե 54%-ով, գումարած լրացուցիչ վճար ամբուլատոր խորհրդատվությունների համար։ Նպատակը պարզ է՝ հիվանդությունը կանխել սկզբում, որպեսզի հիվանդանոցները չծանրաբեռնվեն։ Զգալի փոփոխություններ են կատարվել նաև օնկոլոգիական հիվանդությունների բուժման ուղղությամբ։ Մենք այդ ծավալները մեծացրել ենք շուրջ 10 անգամ։ Եթե նախկինում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին ընդամենը 150,000 դրամի շրջանակներում օգտվել քիմիոթերապիայի այդ ծրագրից, պետական պատվերի շրջանակներում, ապահովության շրջանակներում այդ սահմանաչափը կազմում է 1.2 միլիոն։ Կտրուկ ավելացել է նաև դեղերի շրջանառությունը։ 2.6 միլիոն դուրս գրված դեղատոմս կիսամյակի ընթացքում, 3 անգամ ավելի, քան հունվարին։ Միայն հունիսին դեղորայքային փաթեթից օգտվել է 172,000 մարդ։ Այս պահին համակարգում են 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները, հաշմանդամություն ունեցող անձինք, 65-ից բարձր տարիքի թոշակառուներն ու մինչև 18 տարեկան երեխաները։ Առաջին 6 ամսվա պատկերը ցույց է տալիս, որ համակարգը ծանրաբեռնված, բայց ռեալ աշխատող ռեժիմում է։ Հուլիսի 22-ին 30-ամյա Գորսու Քյասյանը վազ 2107-ով եղեգի շատին ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նա տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Քաղաքացիները նշում են, ասում են բավականին արագ են ժամանել շտաբ օգնության բժիշկները, ինչը ընտիրագովելի է։ Եվ Արարատի մարզում Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է, վերջին տարիներին այն դարձել էր վտանգավոր ու վթարային, իսկ այդ կամրջի հարևանությամբ անընդհատ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, նաև վրահերթեր, այդ թվում ողբերգական։ Այս կամուրջը ահագին օգնում է յուղերի բնակիչներին, տեսեք, բայց ուղղակի հիմա որ տեսեք, այ վերևի հատվածը որ տեսեք, դրանց ամբողջովին քայքայված, արդեն անգամ երթևեկությունը այս կամրջի վրայով դարել էր վտանգավոր։ Այս կամրջի փոխարեն կառավարության ֆինանսավորմամբ կկառուցվի նորը։ Վարորդների ու շինարարների անվտանգությունն էլ ապահովում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի բարեկները։ Չէ, նաև հետիոտների անվտանգությունը ապահովելու համար այստեղ ծառայություն են կատարում նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի բարեկները, դե գիտեք, մեր որոշ վարորդներ հենց նման տեսան են տեսնում,
ավտոմեքենաները կայանում են, ստեղծում են արհեստական խցանումներ։ Իսկ քանի պարեկները այստեղ ծառայություն են կատարում, նման վարորդները չեն կայանում ավտոմեքենաները եւ խցանումներ տեղի չի ունենում։